տեսեք Հեսու առաջի գլուխ, ես ձեզ հիշացնեմ, հիշում եք չէ, որ մենք ունեցանք ներածական Հեսուի վերաբերյալ, Հեսուի ընթացքի վերաբերյալ, իսկ այսօր կուսումնասիրենք Հեսու առաջին գլուխը։ 1-ից 4 հատվածներն ենք նայելու, բայց մինչև նայենք ես մի պատմությունով եմ ուզում կիսվեմ, այսինքն փաստի մասին, որ իրողություն է եղել։ 356 թվականին մեր թվարկությունից առաջ ծնվում է Ալեքսանդր Մակեդոնացին։ Նրա հայրը այդ ժամանակվա Մակեդոնիայի թագավոր Ֆիլիպ II-ն էր եւ 13 տարի անց 343 թվականին նա հրավիրեց հին Հունաստանի մի կարևորագույն դեմքերից մեկին Փիլիսոփա ուսուցիչ Արիստոտելին, որպեսզի ուսուցանի իր 13-ամյա որդուն Ալեքսանդրին, ով նաև հիանալի մանկավարժ էր իմիջայլոց Արիստոտելը։ Նա փոքր տարիքից աշխատանք տարավ Մակեդոնացու հետ, որպեսզի նա լավագույն ձևով սովորի եւ տիրապետի կարևորագույն կանոններին, որը օգնելու էր հետագայում Մակեդոնացուն կառավարելու, կարելի ասել այդ ժամանակով ողջ երկիրը, ճակերտների մեջ ողջ երկիրը։ Արիստոտելի տված երբևիցե ամենամեծ, ամենակարևոր խորհուրդը սա էր, ուշադրություն, գիտելիքը իշխանության բանալին է։ Եվ այս կարգախոսը նա կյանքի կոչեց Մակեդոնացու կյանքում։ Մի քանի տարվա ջանքի շնորհիվ Արիստոտելը նրան սովորեցրեց փիլիսոփայություն, հռետորաբանություն, տրամաբանություն, գիտություն, բժշկություն, ռազմավարական մտածողություն։ Իդեպ Մակեդոնացուն նաև ռազմական հմտություններ սովորեցրել է Լակոնիայի հռչակավոր արքա, չգիտեմ ովքեր տեսել են 300 սպարտանցիները, Լեոնիդասի արյունակից, նրա բարեկամը, ընկերը կամ չգիտեմ հարազատը, սովորեցրել է այդ ռազմավարական հմտությունները։ Մենք գիտենք, որ սպարտացիները լավագույն ձևով տիրապետում էին ռազմավարությանը եւ ճիշտ մարտավարություն էին տանում եւ ճիշտ պատերազմողներ էին։ Եվ Մակեդոնացին սովորել էր նրանից այդ բոլոր հնարքները։ Արիստոտելը Մակեդոնացու մեջ սերմանեց աշխարհակալի գաղափարը, նա մեծացավ այն համոզմամբ, որ հունական մշակույթը պետք է գերազանցի բոլորին եւ պետք է տարածվի ամբողջ աշխարհում, ոչ միայն պատերազմով, այլև մշակույթով։ Եվ նրա մեջ մեկ աշխարհի գաղափար արմատավորեց, այսինքն աշխարհի կառավարումը ամեն առումով։ Եվ արդյունքում մենք գիտենք, որ հելենիզմը հետագայում տեսնում ենք, թե ինչպիսի տարածում գտավ եւ տարածվեց ամբողջ աշխարհում, կարելի ասել, առաջի լեզուն էր համարվում, ինչպես այսօր անգլերենն է համարվում, կարելի ասել առաջի լեզուն, այն ժամանակ էլ հունարենն էր, հին հունարենը որպես առաջի լեզու էր համարվում։ Եվ աշխարհով մեկ նա տարածեց թե մշակույթ, թե լեզու, թե արվեստ, ճարտարապետություն, մի խոսքով ամեն բան, ինչ կապված էր մշակույթի հետ։ Արիստոտելը սովորեցնում էր գիտելիքի կարևորագույն արժեքի մասին։ Այն ամենը, ինչ սովորել էր Մակեդոնացին Արիստոտելից, օգնեց նրան ոչ միայն մարտի դաշտում, այլև հսկայական երկիրը կառավարելիս։ Այսինքն կայսրությունը իր։ Եվ այդքան տարվա ուսուցման արդյունքում ինչ հաջողությունների հասավ Ալեքսանդրը։ 20 տարեկանում Ալեքսանդրը դարձավ Մակեդոնիայի թագավոր, 10 տարի արշավի ընթացքում նա գրավեց հսկայական տարածքներ եւ ստեղծեց իր ժամանակի ամենամեծ կայսրությունը։ Նա ստեղծեց նոր տեսակի աշխարհակալ տերություն, որի մասին նաեւ Դանիելի մարգարության մեջ ենք հանդիպում, իմիջայլոց, եթե կհիշեք Նաբուգոդոնոսոր թագավորի տեսիլքը, երազը ընդգրկում է մասամբ այս հունական, այսինքն մշակույթը, հելենիզմը, որ տարածվեց եւ կայսրությունը ոնց որ կայացավ, Դանիելի մարգարության ինչ որ մի հատվածն էր, կհիշեք, չեմ ուզում խոսեմ այդ մասին, արձանի մասին, որ դրանից հետո արդեն պիտի գար հռոմեական կայսրությունը, հիշում եք երևի բոլորդ։ Այդ տարածքը ձգվում էր Հոնական ծովից մինչև Հնդկաստանի թերակղզի եւ մինչև իսկ Հիմալայան լեռներ։ Եվ արդյունքում հունական մշակույթը տարածվեց դեպի արևելք։ Ավելին մենք մի փոքր ուշ կտեսնենք, թե նաեւ ինչպիսի ազդեցություն ունեցավ հելենիզմը հրյաների վրա, հրեական պետության վրա, ազգի վրա, ինչ ազդեցություն նաեւ թողեց։
Այսպիսով Արիստոտելի խորհուրդները օգնեց Ալեքսանդրին ոչ միայն դառնալ փայլուն զորավար, այլև տվեց տեսիլք եւ նպատակ ու օգնեց նրան ստեղծել կայսրություն, որը փոխեց պատմության ընթացքը։ Թեպետ Ալեքսանդրն ունեցավ բազմաթիվ հաջողություններ պատերազմում եւ տիրեց մի քանի երկրների եւ նա որպես աշխարհակալ համարվեց, սակայն այդ ամենը տևեց ընդամենը 10 տարի։ Եվ մահացավ 32-ից մոտ 33 չէր ցկել հասակում։ Ինչ ենք մենք տեսնում այստեղ։ Նա ինչ սովորել էր իր ուսուցչից եւ ինչ տեսիլք եւ նպատակ, որ դրել էր իր առջև Մակեդոնացին եւ իր ուսուցիչը Ալեքսանդրի համար, լավագույն ձևով կատարեց եւ ունեցավ բազմաթիվ հաջողություններ։ Սակայն նա այդ ամենը ժամանակավոր կյանքի համար էր դիզել։ Նա այդ հաջողությունները մարմնավորի եւ ինքնափառավորման համար էին։ Քանի որ նա հավատում էր իր աստվածային ծագմանն ու անմահությանը եւ 33 տարին չբոլորած նա այդ ժամանակ ասում են մալարիայի, ոնց որ այսօրվա մեր լեզվով ասած մալարիայի ախտանիշով հիվանդացավ եւ արդյունքում ավարտին հասավ իր խեղճուկ հավատքը իր ճակերտների մեջ, որ մտածում էր ինքը անմահ է։ Իսկ ինչպիսի հաջողություններ ենք մենք գրանցում մեր կյանքում։ Ժամանակավոր, նյութական, թե հոգևոր եւ հավիտենական։ Արդյոք մենք ունենք մեր կյանքում մեկը, ում կհամարենք մեր ուսուցիչը։ Ինչպես Ալեքսանդրի դեպքում Արիստոտելն էր, մեր դեպքում ում ենք մենք համարում։ Արդյոք նրանից կսովորենք այն, ինչ Աստծո խոսքի համապատասխան մեզ կսովորեցնի։ Սիրելիներ, առաջին հերթին ես խորհուրդ կտամ, որպեսզի ձեր ուսուցիչը լինի Աստված եւ իր խոսքը, որովհետեւ միակն է, ով երբեք չի ստի, միակն է, ով միշտ ճշմարտությունն է ասում, որովհետեւ իր խոսքը հենց ճշմարտություն է, որովհետեւ նա բնակվում է իր խոսքի մեջ։ Հետևաբար, եթե դուք պահեք Աստծո խոսքը որպես առաջնային ուսուցիչ ձեր կյանքում, ես ձեզ վստահեցնում եմ, որ բազմաթիվ հաջողությունների կհասնեք հոգևոր աշխարհի մասնախոսքը, հոգևոր դաշտում, իր փառքի համար։ Արիստոտելը սովորեցրեց Ալեքսանդրին ունենալ նպատակ, տեսիլք եւ կիրառեց այդ ամենը, ինչ որ սովորել էր։ Եվ արդյունքում ունեցավ մեծ հաջողություններ։ Իսկ մեր կյանքում արդյոք մենք առաջին տեղում ենք դնում Աստծո խոսքը, Աստծո խոսքի ուսումնասիրությունը։ Արդյոք Աստծո խոսքի ուսումնասիրության արդյունքում մեր մոտ ձևավորվում են տեսիլք եւ նպատակ գործելու Աստծո փառքի համար, Աստծո թագավորության եւ ավետարանի տարածման համար։ Ինչպես էր Արիստոտելը իր կյանքում կարևորագույն կարգախոս պահում եւ կիրառում, գիտելիքը իշխանության բանալին է։ Նույնպես էլ մենք եկեք մեր կյանքում առաջին տեղում դնենք Աստծո խոսքը եւ կիրառենք այն, քանի որ իրականում Աստծո խոսքն է սովորեցնում, թե որն է իրական իշխանությունը եւ ինչպես է Աստված մեզ տվել իշխանություն Աստծո որդիներ կոչվելու։ Արդյոք մենք կիրառում ենք մեր կյանքում Աստծո խոսքի գիտությունը։ Ինչի համար եմ սա ասում, քանի որ այդ բանալի է դառնում մեր կյանքում ճիշտ կառավարելու մեր կյանքը, ճիշտ կառավարելու մեր ընտանիքները, ճիշտ վարք եւ օրինակ դրսևորելու մեր շրջապատում եւ ունենալու ճիշտ ինքնակառավարում։ Այդ բոլոր դռները Աստծո խոսքի գիտության բանալին է բացում, սիրելիներ։ Ալեքսանդրը հավատում էր իր անմահությանն ու աստվածներից սերված լինելուն, եւ այդ ամենը տալիս էր նրան իշխանություն գործելու եւ կառավարելու կայսրությունը։ Իսկ մենք ինչքանով ենք Աստծո խոսքով սնում մեր հավատքը, քանի որ մենք կենթանի Աստծո որդիներն ենք եւ ունենք այդ իշխանությունը։ Եվ այդ ամենը մեզ պետք է տա ել ավելիով գործելու Աստծո թագավորության համար։ Նրա խոսքն է մեր մեջ ձևավորվում իր հանդեպ երկյուղ եւ նրա խոսքն է մեզ սովորեցնում սիրել ինչպես նա, ներել ինչպես նա, զոհաբեր լինել, բարեգործ լինել, զիջող լինել, հյուրասիրել լինել եւ կարելի ամբողջ մի ցանկ այստեղից հնչեցնել, թե ինչպես է նա վարվում, ինչպես են վարվել իր սիրելիները։
Նրա խոսքն է մեզ խրատում, հանդիմանում, այն օգնում է մեզ հետևել մեր վարքին, մեր արտահայտություններին, մեր նիստուկացին։ Սիրելիներ, Աստված ինքն է մեր առաջնային ուսուցիչը, քանի որ նա բնակվում է իր խոսքի մեջ։ Հենց ինքը կենթանի խոսքն է, լոգոսը, մարմնավորված խոսքը։ Եվ հետևաբար այն խոսքը, որ բնակվում է նաև մեր մեջ, նա մեր լավագույն ուսուցիչը կարող է լինել։ Գիտելիքը իշխանության բանալին է։ Նույնպես էլ մենք պիտի Աստծո խոսքը կիրառենք մեր հոգևոր կյանքում եւ առօրյայում։ Քանի որ Աստծո խոսքն է մեզ տալիս հոգևոր իշխանության բանալին, որով կարող ենք բացել այն հոգևոր օրհնությունների դռները, որոնք շատ ժամանակ փակ են մեր գիտություն չունենալու պատճառով։ Հոգևոր օրհնության դռները դա ֆինանսը չէ, սիրելիներ։ Մեկ օր մենք սրա մասին ավելի խորքային ուսուցում կունենանք, պատգամ կունենանք։ Հոգևոր իշխանության դռները դա Տիրոջ համար ապրելն է եւ գործելն է։ Եվ նրա թագավորության համար մաքսիմալ մեզանից ինչքան կախված է անելն է, որովհետեւ դրանից է բխում յուրաքանչյուր օրհնություն։ Այն օգնում է հասկանալ, որ ամեն բան իրենից, իրենով եւ դեպի իրեն պիտի լինի։ Ամեն բան ինչն մեզ տվել է, մենք պիտի հասկանանք եւ հռչակենք, որ սա քեզանից է, մենք արժանի չենք Տեր։ Մենք արժանի չենք, բայց ամեն բան դու արեցիր։ Եթե ունենք Աստծո խոսքի իշխանության բանալին, մենք կարող ենք ճշմարտապես կառավարել մեր հոգևոր ընթացքը, ունենալով տեսիլք կամ նպատակ արքայության ավետարանը տարածելու եւ եկեղեցու շինության եւ մեր հոգևոր կյանքի եւ առօրյայի մեջ օգտագործվելու։ Ինչպիսի ուսուցիչ ուներ Հեսուն։ Անցնենք մեր գլխավոր արդեն թեմային։ Ինչպիսի ուսուցիչ ուներ Հեսուն։ Աստվածավախ ու Աստծո բարեկամ։ Եվ Մովսեսը ինչ գիտեր փոխանցեց Հեսուին։ Վստահ եմ, որ Մովսեսը առաջին տեղում Աստծո խոսքն էր դնում եւ սովորեցնում էր Հեսուին այն ինչ որ ինքը տեսնում, լսում եւ նաեւ մենք գիտենք հնգամատյանը, որ Մովսեսի եւ այսինքն Սուրբ Հոգին Մովսեսի ձեռքով գրեց եւ Մովսեսը այդ ամենը փոխանցվում էր Հեսուին։ Մովսեսը սովորեցրեց հնազանդություն Աստծուն եւ հոգևոր իշխանությանը եւ հոգևոր իշխանությունը այդ ժամանակ մենք գիտենք Հեսուի կյանքում Մովսեսն էր։ Մովսեսը համարվում էր իր վերակացուն։ Մովսեսը հրաշալի կերպով փոխանցեց այն բոլոր պատերազմի մարտավարությունը եւ մարտավարական արվեստը, որ նա սովորել եւ վերցրել էր Եգիպտոսում եղած ժամանակահատվածում։ Այնինչ սովորեց Հեսուն Մովսեսից, այդ բոլորը կիրառեց իր կյանքի եւ առօրյայի մեջ։ Եվ ուսումնասիրելով ամբողջ 24 գլուխները Հեսուն ըստ երևույթի իր արչևից երբեք չհեռացրեց օրենքի գիրքը, որովհետև երբ որ մենք ուսումնասիրության ընթացք ունենանք, մենք կտեսնենք, որ Հեսուն օր ու գիշեր դրա մեջ էր։ Այսինքն Աստված հրահանգել էր նրան եւ ըստ երևույթի, եթե ուսումնասիրում ենք մինչեւ 24 գլուխը, տեսնում ենք վերջում, որ նա ասում է. ես եւ իմ տունը Տիրոջն ենք հետևելու, պաշտելու։ Հետևաբար հասկանում ենք, որ նա իրականում օր ու գիշեր նրա մեջ էր եւ շարժվում էր Աստծո խոսքի եւ կամքի համապատասխան։ Ուր տարավ Ալեքսանդրին այն գիտության բանալին, ինչ սովորել էր նա Արիստոտելից եւ այդ մանկական տարիքում։ Ինքնափառավորման, էգոիզմի, այն ավելացրեց նրա հպարտությունը, նա իրեն համարում էր Աստծուց սերված, կարելի ասել նա ինքը իրեն համարում էր Աստված։ Ինչու եմ այսպես ասում, որովհետև Եգիպտոսում, եթե Եգիպտոսի պատմությունը նայեք, այնտեղ ինքը որպես արշավ, որ գնաց արեց, այնտեղ նրան համարեցին որպես Աստված, որ գնացել եւ փրկել էր իրեն։ Սա մի ուրիշ պատմություն է, չեմ խորանա։ Իսկ Հեսուի մոտ Աստծո խոսքի գիտության բանալին ինչ էր տվել նրան։ Խոնարհություն, հնազանդություն, հավատարմություն։ Ավելին, Աստված անձամբ հաճեց խոսել Հեսուի հետ,
Մովսեսի մահից հետո։ Եվ Աստծո խոսքի գիտության բանալին սովորեցրեց նրան լինել հնազանդ մինչև վերջ, թե Աստծուն, թե Մովսեսին եւ թե իր կոչմանը։ Հեսու առաջի գլուխ։ Քարոզը կունենա երկու մաս, առաջին մասը մենք այսօր կուսումնասիրենք 1-ից 4 հատվածը եւ երկրորդ հատվածը կունենանք հետո 5-ից 9 համարը։ Եվ 1-ից 4 համարը եկեք կարդանք։ Եվ եղավ Տիրոջ ծառա Մովսեսի մեռնելուց հետո Տերը խոսեց Մովսեսի սպասավոր Նավեի որդի Հեսուի հետ, ասելով. Իմ ծառա Մովսեսը մեռավ եւ հիմա վեր կաց անցիր այդ Հորդանանովը դու եւ այս բոլոր ժողովուրդը այն երկիրը, որ ես տալիս եմ Իսրայելի որդիներին։ Բոլոր տեղերը, որ կկոխեն ձեր ոտքի թաթերը, ձեզ պիտի տամ, ինչպես որ Մովսեսին ասել եմ։ Անապատից եւ այս Լիբանանիցը մինչև մեծ գետը, այսինքն Եփրատ գետը քետացիների երկիրը, մինչև արևմտյան կողմի մեծ ծովը ձեր սահմանը լինի։ Բավարարվենք այսօր այսքանով։ Եվ ես այսպես եմ վերնագրել հավատարմության պտուղը։ Հավատարմության պտուղը։ Եվ կտեսնենք երկու ցուցիչներ, որ ցույց է տալիս Աստծո հավատարմությունը եւ կամենում է, որ մենք նույնպես ցուցաբերենք այն հավատարմությունը, որի արդյունքում կտեսնենք իր խոստումների իրականացումը։ Իսկ ո՞րն է Աստծո խոստման նպատակը, ինչ խոստումներ տվեց։ Աստծո խոստումների նպատակը հին եւ նոր կտակարաններում ընդհանուր առմամբ հետեւյալն էր։ Հին կտակարանում ուխտի հաստատումներ եւ Իսրայել ազգի առաջնորդությունը դեպի Քանան։ Աստված խոստանում է Աբրահամին, որ նա սերունդներ կդառնա մեծ ժողովուրդ։ Ծննդոց 12:1-3, 15:5-6 գրված։ Աստված խոստանում է իր ժողովրդին պահպանել եւ օրհնել, եթե նրանք հնազանդվեն իրեն։ Ելից 19 գլուխ 5-6։ Իսկ ավելի ուշ Աստված իր մարգարեների միջոցով խոստանում է Հիսուս Քրիստոսին, որ պիտի գա մեկով պիտի փրկի։ Նոր կտակարանում Աստված խոստանում է փրկություն, այսինքն մենք նոր ասացինք, որ հավիտենական կյանք է խոստանում Հիսուս Քրիստոսի միջոցով։ Հիսուս Քրիստոսի հարությունից հետո խոստանում է Սուրբ Հոգուն, որ որպես մխիթարիչ պիտի գա եւ մեր հետ լինի մինչև վերջ։ Եվ Մատթեոսի ավետարանում նաեւ Հիսուս խոստանում է երկնքի արքայությունը։ Այսպիսով ամեն նրան հավատացող նույնպես ունի Աստծո կողմից խոստում։ Սակայն հասկանալու եւ ճանաչելու այդ խոստումները մենք պետք է հնազանդվենք իրեն եւ իր խոսքին, որպեսզի մենք նույնպես ճաշակենք ու ճանաչենք այն բոլոր խոստումները, ինչը տվել է Աստված։ Առաջին ցուցիչը մեր հնազանդությունը Աստծո հրահանգներին։ Մեր հնազանդությունը Աստծո հրահանգներին։ Հարց. երբ խոսեց Հեսուի հետ Աստված։ Երբ խոսեց։ Մենք կարդացինք հենց առաջին համարի մեջ, երբ որ Մովսեսը մահացավ, ասում է առաջին համարը։ Եվ եղավ, որ Տիրոջ ծառա Մովսեսի մեռնելուց հետո Տերը խոսեց Հեսուի հետ։ Որն էր այն գլխավոր պատճառը, որ հենց Հեսուի հետ խոսեց։ Եվ Հեսուին վստահեց ամենակարևոր ծառայություններից մեկը, չէ՞ որ Իսրայել ժողովրդին Եգիպտոսից հանեց, ամենակարևոր են խոստումը, նպատակը, որ կար Իսրայել ժողովրդին, որ գային հասնեին Քանանի երկիր։ Սակայն որն էր պատճառը, որ նրանք չասեն, մենք գիտենք պատմությանը չանդրադառնանք, նրանց անհնազանդության պատճառն էր, որ մինչև իսկ Մովսեսը մնաց գետի այն կողմը։ Մինչև իսկ Մովսեսը։ Սակայն Մովսեսից հետո Հեսուն պիտի առաջնորդեր ամենակարևոր եւ պատասխանատու այդ բանը, խոստումը, որ տվել էր երբևիցե Իսրայել ժողովրդին հենց սկզբում։ Քանի որ պետք էր այնպիսի մի մարդ, ով հավատարմության գերազանց կյանք էր ապրել ամեն առումով,
պետք է իր ապրածով լավագույն օրինակը թողեր, թե Աստծո առաջ եւ թե մարդկանց։ Քանի որ ժողովուրդը տեսել էր Մովսեսի հավատարմությունը եւ այստեղ պետք էր մեկը, ով նույնպես պիտի լիներ Աստծուն հավատարիմ, Աստծո հետ շփվող եւ պետք էր ունենալ նաեւ հեղինակություն։ Եվ նրանցից լավագույնը Հեսուն էր, որովհետեւ մենք տեսել ենք եւ ուսումնասիրեցինք անցած անգամ Հեսուի այդ հավատարմության ընթացքը, թե Աստծո, թե մարդկանց, թե իր կոչմանը։ Մենք ուսումնասիրեցինք եւ Հեսուն լավագույն տեխնացուն էր, չկար ուրիշ երկրորդ մեկը, որ կարողանար այդ ընթացքը տաներ։ Հեսուն լսում էր իր ուսուցչին եւ հնազանդվում եւ սովորում էր այն ամենը, ինչ որ իր հոգևոր կարելի ասել հայրը սովորեցնում էր նրան։ Մենք ճիշտ ասած չունենք տեղեկություն շատ, չկա տեղեկություն Հեսուի հոր մասին։ Նրա մասին հայտնի է միայն, որ նա Եփրեմի ցեղից էր եւ որ նրա որդին Հեսուն էր եւ Մովսեսի իրավահաջորդը դարձավ Հեսուն։ Ուրիշ տեղեկություն չունենք։ Հավանաբար նա կարելի ասել երևի Հորդանանի այն կողմն էլ մնաց ու մահացավ այնտեղ, ինֆորմացիա չունենք, հետեւաբար չեն կարող շատ ասել, բայց մենք գիտենք, որ Հեսուն էր այն զավակը կարելի ասել, ով Մովսեսը բարձրացրեց եւ սարքեց իր որդին եւ նրանով, նրա միջոցով Աստված գործեց եւ այն գիտելիքները, ինչ որ ուներ Մովսեսը, փոխանցեց եւ Հեսուն լավագույն ձևով կիրառեց այդ ամենը։ Նա միակն էր, ով Մովսեսի հետ լեռը բարձրացավ։ Հիշում եք այդ հատվածը, որ մենք նայեցինք Գելից 24-րդ գլխում։ Եվ այնտեղ երևի հենց ճիշտ անձամբ Մովսեսի հետ կողքը չէր եղել, երևի մի քիչ ներքևում կամ չգիտեմ, չենք կարող հաստատ ասենք, բայց որ նա Մովսեսի հետ վերև բարձրացավ, նա հավանաբար լսում էր Աստծո ձայնը, թե ինչպես էր խոսում Մովսեսի հետ Աստված, եւ Հեսուն այդ քաղցր հաղորդակցությունը լսելով ինքն էլ էր փափագում այդ հաղորդակցությանը։ Եվ մենք տեսնում ենք հաջորդ տեղերում, որ նա ասում է վրանից Հեսու պատանին դուրս չէր գալիս։ Նա վրանում փնտրում էր Աստծո երեսը, այն քաղցր հաղորդակցությունն էր ուզում տեսնել, լսել, ինչպես Մովսեսը Աստծո հետ։ Մովսեսը նույնպես իր որդու պես էր վերաբերվում, ինչպես Հեսուն նրան որպես հոգևոր հայր էր վերաբերվում, Մովսեսը նրան որպես հոգևոր զավակ։ Եվ մենք տեսնում ենք, թե ինչպիսի խորհուրդներ էր տալի Մովսեսը Հեսուին։ Եվ նա երկրորդ օրինաց գրքում 31-րդ գլխում 7-ից 8 հատվածում տեսնում ենք, որ ասում է Մովսեսը կանչեց Հեսուին եւ բոլոր Իսրայելի առաջ ասաց նրան. «Զորացիր եւ քաջ եղիր, որովհետեւ դու այս ժողովրդին տանելու ես այն երկիրը, որ Տերը երդվեց նրանց հայրերին, որ կտա նրանց, եւ դու ես նրանց ժառանգություն տալու։ Քո առջևից գնացողը նույն ինքը Տերն է, ուշադրություն, նա քեզ հետ է լինելու, նա քեզ չի թողնի եւ քեզ չի լքի, մի վախեցիր եւ մի զորացիր»։ Հետո մենք կարդում ենք, տեսնում ենք, որ Աստված այս նույն արտահայտությունները անում է, ասում է ինչպես Մովսեսի հետ էի, այդպես քեզ հետ կլինեմ։ Եվ Հեսուն մեծանում, հասունանում, աճում էր այն խորհուրդների ներքո, ինչ որ լսում էր Մովսեսից։ Ահա այս հատվածները ցույց են տալիս, թե ինչպես է Մովսեսը հոգ տանում Հեսուի համար, կրթում եւ պատրաստում է նրան որպես առաջնորդ, քանի որ Աստված ասել էր Մովսեսին. «Դու չես մտնելու։ Դու չես մտնելու այն երկիրը»։ Եվ Մովսեսը լավագույն ձևով փորձում էր սովորացնել, փոխանցել այն, ինչ ինքը գիտեր, որովհետեւ պիտի միևնույնն է, կատարվեր այն խոստումը, ինչ որ Աստված խոստացել էր։ Այսպես վարվում են միայն հայրական սիրտ ունեցողները, սիրելիներ, ինչը համարձակորեն մեր հովի մասին էլ կարող ենք ասել։ Թե ինչպես է բարձրացնում մշակներ, կարող են վկայել եղբայրները։ Թե ինչպես է նա իր լավագույնով փորձում միջամտել, տալ այն գիտությունը, ուղարկել սովորելու, որպեսի մեկ բանի համար օգտագործվի, Աստծո փառքի եւ Աստծո արքայության համար, որովհետեւ պիտի եկեղեցին իր լավագույնը անի եւ այդտեղ պիտի
ովքեր որ պատասխանատվության են կանչված, նրանք էլ իրենց լավագույն անեն եւ բարձրացնեն մշակներ գործելու Աստծո թագավորության մեջ, Աստծո փառքի համար, ինչպես Մովսեսը բարձրացրեց Հեսուին, որպիսի աներ այն խոստումները, ինչ որ Աստված ասել էր։ Այս ամեն քայլերը ցույց է տալիս եկեղեցու նկատմամբ իր սերը, իր հավատարմությունը։ Եթե ես շատ եմ տեսել հովիվներ, ովքեր իրենց իշխանությունը ոչ մեկին չեն ուզում տան, իրենց աթոռը ոչ մեկին չեն ուզում տան, իրենց ամբիոնը ոչ մեկին չեն ուզում տան, սակայն ինչքանով է դա ճիշտ։ Ինչպես ճիշտ կլիներ, եթե Մովսես ասեր, ոչ, ես պիտի անեմ, չբարձրացներ Հեսուին։ Նույնպես այսօր այստեղ է։ Հովիվը պետք է հոգ տանի իր հոտի համար եւ բարձրացնի մշակներ, որպիսի լավագույնս անեն, որ ենք չգիտենք, ոչ մեկս երաշխավորված չի, բայց ունենան հետնորդներ, ինչպես Մովսես ուներ։ Ինչպիսի կյանքի օրինակ էր թողել Հեսուն, թե Աստծո եւ թե ժողովրդի մոտ, որ Մովսեսի մահանալուց հետո ժողովուրդը լսում էր Հեսուին։ Նավեի երկրորդ օրինաց գրքից 34:9 հատվածում կարդանք. Նավեի որդի Հեսուն լցված էր իմաստության հոգով, որովհետև Մովսեսը իր ձեռքերը դրել էր նրա վրա, եւ Իսրայելի որդիները լսում էին նրան ու անում այնպես, ինչպես Տերը պատվիրել էր Մովսեսին։ Ավելին Աստված ինքն էր կարգադրում Մովսեսին Հեսուի համար, թվոց 27-րդ գլխում ենք կարդում։ Երբ Աստված Մովսեսին պատվիրեց Հեսուի առանձնացնելու համար, Մովսեսը եկավ Հեսուին պատվեր տվեց, քաջացիր եւ զորացիր, քանի որ դու ես տանելու այս ժողովրդին։ Երբ որ կարդում ենք ու տեսնում ենք այդ ընթացքը մինչև առաջի գլուխը Հեսուի, տեսնում ենք Մովսեսի հաղորդակցությունը Աստծո հետ եւ այն ինչ վերաբերվում էր Հեսուին, դուք ոչ միտեղ չեք տեսնի, որտեղ Աստված խոսեր Հեսուի հետ։ Ոչ միտեղ։ Դուք չեք հանդիպի ոչ միտեղ, որտեղ Աստված խոսում է Հեսուի հետ։ Սակայն Մովսեսի մահից հետո Աստված արդեն սկսեց խոսել Հեսուի հետ։ Սա հետաքրքիր է։ Շատ ժամանակ մենք ինքներս էլ կարող է չհասկանանք, թե որն է մեր կոչումը, ինչի եմ այսպես ասում, որովհետև Հեսուն էլ այդ ժամանակ դեռ չգիտեր իր անելիքը։ Նա միայն հնազանդվում էր այն ամենին, ինչ որ Մովսեսը պատվիրում էր իրան։ Նա ուղղակի անվերապահորեն լսում եւ հնազանդվում եւ կատարում էր այն, ինչ որ Մովսեսը իրան ասում էր, որովհետև նա գիտեր, թե ում էր վստահում։ Նա գիտեր, որ ում որ վստահում է, նա ուղիղ կապ ունի Աստծո հետ, որովհետև նա անձամբ լսում էր նրանց հաղորդակցությունը։ Հետևաբար ինչի մեջ էլ որ կանչեր Մովսեսը, նա լսում էր, չէ, որ գնա եւ Հեսուին բարձրացրու։ Նա լսում էր այդ իրանց ձայնը, բայց ուղիղ կերպով չէր ասում Հեսուին։ Նա լսում էր Մովսեսի հետ նրանց հաղորդակցությունը։ Հետևաբար շատ ժամանակ մենք նույնպես կարող է չիմանանք մեր կոչման մասին, սակայն ես ձեզ հորդորում եմ, սիրելիներ, հնազանդվեք ձեր վերակացուներին, եթե այն խոսքերը համապատասխանում է Աստծո խոսքին եւ կամքին։ Հնազանդվեք ձեր վերակացուներին, ձեր հոգևոր իշխանությանը, եթե այն համապատասխանում է Աստծո խոսքին եւ կամքին, որովհետեւ շատ ժամանակ դու կարող ես չիմանաս, բայց Աստված հայտնի այդ առաջնորդներին, Աստված դնի նրանց սրտում ասելու այն, ինչ որ պետք է կարիքը կա եկեղեցուն անելու։ Հետևաբար հնազանդվեք, խոնարհվեք եւ կատարեք այն, ինչ որ ձեզ ասում են Աստծո խոսքի կամքի համապատասխան։ Շատ ժամանակ մեզ կարող են նշանակել ինչ որ ծառայության կամ կարող է մեզ ուղղորդեն ինչ որ ծառայության, որ հնարավոր է մեր դուրը չգա ուշադրություն։ Սակայն եթե այդ ծառայությունը չի հակասում Աստծո խոսքին ու կամքին, եկեք հնազանդվենք, քանի որ
կարող է դա է հենց մեր կոչումը, որ մենք դեռ չգիտենք։ Եկեք լավ ու վատ ծառայություն չանենք, այսինքն սա իմ ծառայությունը չէ, իսկ ստեղ ես ինձ լավ չեմ զգում, ինձ ավելի կոմֆորտ չեմ զգում։ Իսկ միգուցե դու սխալվում ես։ Իսկ միգուցե Աստված հովի սրտում է դրել, որպեսզի նա ասի այս ծառայությունը արա, եւ դու չես հնազանդվում։ Շատ ժամանակ մեր սիրտը մեզ խաբում է, սիրելիներ։ Որովհետեւ ամեն չար ցանկություն, ամեն չար բան մեր սրտից է դուրս գալի։ Հետևաբար նորից, եթե Աստծո խոսքին եւ կամքին համապատասխանում է Հովի ասածը, հնազանդվեք եւ կատարեք այն, ինչ որ նա ասում է, որովհետեւ նա պատահական չի հայտնվել որպես առաջնորդ եկեղեցում, որովհետեւ նա Աստծուց է կարգված եւ նա շատ ժամանակ կարող է լսել Աստծո ձայնը, որ դու չգիտես, որովհետեւ նրա հաղորդակցությունը ուրիշ կերպ է Աստծո հետ։ Հետևաբար հնազանդվեք, ինչը որ համապատասխանում է Աստծո խոսքին եւ կամքին։ Շատ ժամանակ կարող է մեզ հաճելի չթվալ այս կամ այն ծառայությունը, սակայն Աստծո համար պետք է մեր հնազանդությունը եւ արձագանքը անելու այն, ինչ որ մեզ ասում են։ Ստեղ կարող է փորձվում է քո հնազանդությունը։ Հետևաբար հավատարիմ եղիր, հնազանդվիր, որովհետեւ կարող է դու պիտի հետագայում անես շատ կարևորագույն եւ պատասխանատու ծառայություն, ինչի համար Հեսուն էր նաեւ կանչված։ Նա անվերապահորեն կատարում էր այն, ինչ որ Մովսեսը ասում էր իրեն։ Կարող է ինչ որ բաց տեղեր կան եկեղեցու ծառայության մեջ, դրա համար քեզ Հով ասում է այս ծառայությունը արա։ Հետևաբար հնազանդվենք եւ կատարենք այն, ինչ որ մեզ ասվում է, որովհետեւ իրականում Աստված փորձում է մեր հնազանդությունը շատ ժամանակ, ինչքանով ենք մենք հնազանդ եւ հավատարիմ իրեն։ Ինչ տեղի ունեցավ, երբ Հեսուն հնազանդվեց Աստծո կանչին։ Աստծո գրքի առաջին գլխում արդեն տեսնում ենք, որ Աստված նույն պատվերը Հեսուին անձամբ է տալիս, վերահաստատում է նույն խոսքերը, ինչը Մովսեսին էր ասել, զորացիր եւ քաջացիր, քանի որ դու ես տանելու այս ժողովրդին խոստացյալ երկիր։ Ինչ արեց Հեսուն։ Նա հնազանդվեց Աստծո հրահանգներին եւ այդ նույն պատվերը, ինչը Մովսեսից էր լսել, նույն պատվերը այստեղ լսում է նա անձամբ Աստծուց։ Հեսուի հետ կապված ցանկացած պատվեր Աստված Մովսեսին էր տալիս։ Եվ Մովսեսը անում էր այնպես, ինչպես Աստված էր պատվիրում։ Մովսեսը եւ բոլոր այն սերունդը, ում Աստված արգելեց մտնելու խոստացյալ երկիր, բոլորը մեռան, բոլորը։ Բացի Հեսուից ու Քաղեբից իրենց ընտանիքներով։ Մենք պատճառը արդեն գիտենք ինչի նրանք մահացան։ Երկրորդ համարից սկսած Աստված խոսում է գործնական պատվերների մասին եւ Հեսուն լսում է արդեն գործնական պատվերներ, այն ինչ որ Աստված սկսում է պատվիրել։ Եկեք նայենք երկրորդ համարը։ Իմ ծառա Մովսեսը մեռավ եւ հիմա վեր կաց անցիր այդ Հորդանանով դու եւ այս բոլոր ժողովուրդային երկիրը, որ ես տալիս եմ Իսրայելի որդիներին։ Մովսեսի մայից հետո արդեն մենք տեսնում ենք ինչպես է խոսում Աստված ուղիղ կերպով Հեսուի հետ, եւ սա Հեսուի հնազանդության հետևանքն էր։ Հեսուն հնազանդվեց մինչև վերջ Մովսեսին եւ դրա հետևանքը տարավ Աստծո հետ արդեն ուղիղ կերպով հաղորդակցվելուն եւ ամենակարևոր պատասխանատու ծառայությունը արդեն նա անձամբ լսեց Աստծուց։ Եվ սա Հեսուի համար արդեն մեծագույն մարտահրավերն էր երբևիցե ստացած իր կյանքի ողջ ընթացքում։
քանի որ լինելու էր ամբողջ մի ժողովրդի առաջնորդ եւ նա էր Աստծո առաջ մտնելու եւ հելնելու, նա էր նրանց առաջնորդելու դեպի խոստացյալ երկիր, նա էր կատարելու Աստծո կամքը, որ երդվել էր Աստված իրենց հայրերին, որ ձեր սերունդներն են ժառանգելու Քանանի երկիրը։ Սիրելիներ, ինչքան կարևոր է եւ Աստված հաճում է խոսել մեզ հետ։ Սա հետևում շատ մեծ բան է թաքնված։ Եկեք հնազանդվենք մեր վերակացուներին ըստ Աստծո հաճության կամքի պես, որովհետև դա մեզ համար դռներ է բացում Աստծո հետ հաղորդակցության մեկ ուրիշ մակարդակ։ Մինչև այդ Հեսուն այդ հաղորդակցությունը չուներ Աստծո հետ, բայց հիմա արդեն մեկ ուրիշ դռներ բացվեց Աստծո եւ Հեսուի միջև, անձնական փոխհարաբերություն բացվեց, ինչի պատճառով նրա հնազանդության պատճառով։ Յուրաքանչյուր ծառայություն Աստված է կարգում, սիրելիներ։ Դա կլինի թե մեր վերակացուների միջոցով, թե մեր աղոթքի ու Աստծո երեսը փնտրելու արդյունքում։ Աստված դնում է մեր սրտերում կատարել այս կամ այն ծառայությունը։ Թեպետ շատերը կան, որ իրենց ցանկություններն են խառնում Աստծո կամքի հետ եւ շատ ժամանակ հաղորդակցություն հաջողություն չեն ունենում տվյալ ծառայության մեջ։ Ինչքան կարևոր է, երբ Աստված մեզ եւ մեր ծառայությանը կարևորություն է տալիս եւ մեզ կարգում է ծառայություն անելու այն, ինչի կարիքը որ կա։ Մենք կարող է շատ ժամանակ չգիտենք, որ սրա կարիքը կա անելու, բայց Աստված գիտի եւ Աստված իր զավակի միջոցով կարող է կարգել։ Հետևաբար հնազանդությունը դռներ է բացում մեկ ուրիշ մակարդակով հաղորդակցվելու Աստծո հետ։ Ինչպես կարող ենք հասկանալ մենք ինչ ծառայության ենք կանչված եւ որն է մեր ծառայությունը, բացառապես հնազանդվելով եւ Աստծո խոսքը ուսումնասիրելով։ Այսօր Աստված իր խոսքի միջոցով է մեր հետ խոսում, իր խոսքի միջոցով է մեզ հրահանգներ տալիս, իր խոսքի միջոցով է եկեղեցում եւ մեր ներսում տեսիլք ձևավորում։ Իր խոսքն է մեզ օգնում հավատալ եւ վստահել իրեն այդ ամեն հրահանգներին եւ պատվերներին։ Հետևաբար Աստծո խոսքով քննենք այն բոլոր հրահանգները եւ խնդրենք, որ Աստված մեզ առաջնորդի այն մեծ տեսիլքի մեջ, որը իր կամքի համապատասխան է։ Երկրորդ հավատարմության ցուցիչը։ Մեր վստահությունն ու պատասխանատվությունն է Աստծո խոստումներին։ Երկրորդ հավատարմության ցուցիչը մեր վստահությունն ու պատասխանատվությունն է Աստծո խոստումներին։ 3-ից 4 համարը եկեք կարդանք։ Բոլոր տեղերը, որ կկոխեն ձեր ոտքի թաթերը, ձեզ պիտի տամ, ինչպես որ Մովսեսին ասել եմ, անապատիցը եւ այս Լիբանանիցը մինչև մեծ գետը, այսինքն Եփրատ գետը, Քետացիների երկիրը մինչև արևմտյան կողմի մեծ ծովը ձեր սահմանը լինի։ Մովսեսը չմտավ խոստացյալ երկիր եւ Աստված Հեսուին ընտրեց Մովսեսից հետո որպես առաջնորդ եւ ողջ պատասխանատվությունը արդեն ընկավ Հեսուի վրա։ Եվ Աստված խոսեց Հեսուի հետ ու տվեց պատվերներ, թե ինչպես պետք է ընթանա եւ կատարի այն բոլոր բաները, ինչը ասում է իրեն Աստված։ Եվ Աստված տալիս է խոստումներ ու կոնկրետ ցուցումներ, թե ինչպես եւ որ տեղերը պիտի գնան ժառանգելու համար եւ այդ ամենի համար իր պահպանությունն ու երաշխիքն է տալիս Աստված։ Եվ Հեսուն մնաց հավատարիմ եւ կատարեց այն բոլոր հրամանները, որը նա ստացավ Աստծուց։ Ինչ պատվեր է տալի Աստված։ 3-ից 4 համարում մենք արդեն տեսանք, որ գնացեք եւ ժառանգեք այն տեղերը, այն վայրերը, որ ես ձեզ տալիս եմ, եւ որտեղ որ ձեր ոտքերը կկոխեք, դա ձերը կլինի։ Մինչ կուսումնասիրենք 3-րդ համարը, եկեք տեսնենք պատմական Իսրայելի եւ ներկա Իսրայելի տարածքները։ 4-րդ համարը խոստման նկարագրությունն է, այսինքն Աստված վիրտուալ
կարելի ասել այսպես, քարտեզ է ներկայացնում եւ Հեսուին ցույց է տալի, թե որ տեղերը, որ տարածքներ են նրանց հատկացնելու։ Եկեք հասկանանք այն չափերը, որ այստեղ ասվում է, որքանով են պահպանված պատմական Իսրայելի տարածքը ներկայիս Իսրայելի տարածքից։ Ճիշտ ասած, ես ուզում եի քարտեզ դնել, հետո ժամանակի բերումով չհասրեցի, որպեսզի տեղադրենք մարկի հետ, ոչինչ, ես սենց կկարդամ, արդեն կհասկանանք։ Իսրայելի ներկայիս սահմանները զգալիորեն տարբերվում են պատմական Իսրայելի եւ հրեական թագավորությունների սահմաններից, որոնք գոյություն ունեին 5 կտակարանի ընթացքում։ Իսրայելի պատմական սահմանները տարբեր ժամանակահատվածներում փոփոխվել են։ Սակայն եթե խոսքը վերաբերվում է մեր թվարկությունից առաջ Իսրայելի թագավորության, ապա նրա սահմանները ձևավորվել են Դավթի թագավորության օրոք եւ ավելի ոնց որ արդեն խաղաղություն է ձեռք բերվել Սողոմոն թագավորի օրոք։ Պատմական սահմանների հիմնական հաստատման փուլերը Դավթի թագավորության ժամանակ ձևավորվեցին, սա 1010-ից 970 թվերն էին մեր թվարկությունից առաջ։ Նա Դավիթը նվաճեց Երուսաղեմը, միավորեց Իսրայելի ցեղերը եւ ընդլայնեց թագավորության սահմանները, ընդգրկելով փղշտացիների, Մովաբի, Արամի, Սիրիայի եւ Եդոմի տարածքները։ Իսկ արդեն Սողոմոնի թագավորության օրոք 970-ից 931 թվականները Իսրայելի թագավորությունը հասավ իր ամենամեծ հզորությանը եւ սահմանները տարածվեցին մինչեւ Եփրատ գետի որոշ հատվածներ եւ հյուսիսում եւ Կարմիր ծովի հարավում։ Իսրայելը կորցրեց իր պատմական սահմանները Սողոմոն թագավորի մահից հետո, հիշում եք, երբ որ բաժանվեց երկու մասի թագավորությունները, հյուսիսային Իսրայելի թագավորության եւ հարավային Հուդայի թագավորության։ Հետագայում արդեն 722 թվականին Ասորեստանի թագավոր Սարգոն II-ը նվաճեց հյուսիսային Իսրայելի թագավորությունը եւ արդեն այն դադարեց գոյություն ունենալ որպես այդպիսին իրենց սահմաններով։ Իսկ մեր թվարկությունից առաջ 586 թվականին Բաբելոնի թագավորը Նաբուգոդոնոսոր II-ը նվաճեց Հուդայի թագավորությունը, կործանեց Երուսաղեմը եւ տաճարը, իսկ բնակիչներին աքսորեց դեպի Բաբելոն։ Այսպիսով Իսրայելի թագավորությունը փաստացի կորցրեց իր անկախությունն ու պատմական սահմանները այդ ժամանակահատվածում, ինչ որ Հեսուն արդեն գրավել է, ինչ է տարածքները իրենցն էր, նրանք ամբողջը կորցրեցին, այսինքն Դավթի թագավորության եւ Սողոմոնի թագավորության ժամանակ այն ինչ որ հաստատվել էր եւ ունեին, այդ ամենը կորցրեցին։ Պատճառը ինձ թվում է բոլորի պարզ է, որովհետեւ նրանք անհնազանդ գտնվեցին։ Իսկ 332 թվականին մենք սկզբում որ խոսացինք Մակեդոնացու համար, ինչու խոսեցինք, որովհետև ուղիղ կապ ուներ այս հատվածի հետ։ Թե Մակեդոնացին ինչպես եկավ Իսրայելը նույնպես գրավեց, 332 թվականին Ալեքսանդրը նվաճեց Լևանտի տարածքը առանց մեծ դիմադրության, գրավելով Հուդան, որ այն ժամանակ պարսկական սատրապետության մաս էր կազմում։ Ըստ Հովսեփիոս Ֆլավիոսի, երբ Ալեքսանդրը մոտեցավ Երուսաղեմին, նրան դիմավորեցին, ասում է, հրեաները։ Իսկ քահանայապետը նրան ցույց տվեց Դանիելի մարգարեությունը, այսինքն տիրապետում էին այդ, չէ, ինֆորմացիային, որ ինչ պիտի տեղի ունենա, ինչ մարգարեություն պիտի տեղի ունենա, եւ ասում է, ցույց տվեց Դանիելի մարգարեությունը։ Եվ ինչ ազդեցություն թողեց հելենիզմը հրեաների վրա։ Ալեքսանդրի մահից հետո նրա կայսրությունը բաժանվում է արդեն գեներալների միջև եւ Իսրայելը սկզբում անցավ Պտղոմեոսյան Եգիպտոսի, իսկ հետո Սելևկյանների իշխանության տակ, այս ընթացքում տարածվեց արդեն հելենիզմը։ Հունական լեզուն, մշակույթը եւ կառավարումը մեծ ազդեցություն ունեցավ հրեական հասարակության վրա։ Որոշ հրեաներ ընդունեցին հունական մշակույթը, սովորեցին հունարեն եւ մասնակցեցին հունական
քաղաքական մշակույթի կյանքին, ինչպես գիտենք, նաև Պողոսը չէ, տիրապետում էր հունարենին, եւ այդ ժամանակվա քրիստոնյաները հիմնականում հունարեն լեզվին տիրապետում էին եւ գիտեն, բայց ոչ բոլորը, մասամբ։ Եվ այն լեզուն մշակույթը արդեն թողել էր իր հետքը հрьяաների կյանքում։ Ալեքսանդրի հիմնած քաղաքները, մասնավորապես Ալեքսանդրիան, Եգիպտոսում դարձան հрьяաների համար կարևոր կենտրոններ։ Ալեքսանդրիայում զարգացավ հրեական հունական մշակույթը եւ ուշադրություն ստեղծվեց Սեպտուագինտան, հրեական գրությունների հունական թարգմանությունը։ Ահա ինչպիսի դեր եւ հետք թողեց հрьяաների կյանքում։ Եվ դրանից հետո արդեն մենք տեսնում ենք հռոմեական իշխանության արդեն կայսրությունը, որ տարածվեց առաջին դարում, մեր թվարկության երկրորդ նաև դարում, այս տարածքը արդեն հայտնի էր որպես Հրեաստան, որը կայսրության մաս էր կազմում։ Մենք գիտենք հռոմեացիների լծի տակ էին, չէ՞, հրեաները արդեն։ Իսկ արդեն ներկա ժամանակներում 1948 թվականին Իսրայելի անկախացումից հետո սահմանները որոշվեցին ՄԱԿ-ի պլանի հիման վրա, սակայն 48-49-ի պատերազմից հետո Իսրայելը վերահսկողություն հաստատեց որոշ լրացուցիչ տարածքների վրա։ 1967 թվականին 6-օրյա պատերազմից հետո Իսրայելը գրավեց Արևմտյան ափը, Գազայի գոտին, Գոլանի բարձունքները եւ Սինայի թերակղզին, հետագայում այն ասում վերադարձվեց։ Ներկայումս Իսրայելի սահմանները ներառում են միջերկրական ծովից մինչև Հորդանան գետ, սակայն դեռ վիճարկվող հատվածներ կան։ Այսպիսով ժամանակից Իսրայելի տարածքը մասամբ համընկնում է հին Իսրայելի եւ Հրեաստանի թագավորությունների հետ, բայց ողջ ամբողջությամբ։ Պատմական Իսրայելի թագավորությունը ընդգրկում էր նաև տարածքներ, որոնք այսօր պատկանում են Հորդանանին, Լիբանանին եւ Սիրիային։ Դրա համար էլ մինչև այսօր այդ հատվածներում պատերազմա եւ չի էլ դադարի այդ պատերազմը, մինչև մեր Տերը կգա եւ կհաստատի իր վերջնական, ոնց որ ասում, խաղաղությունը, թագավորությունը։ Այսպես սա մենք խոսացինք այն տարածքների մասին, որ կորցրեց Իսրայելը, եւ հետո Աստծո ողորմությունով նորից նրանք վերադարձան եւ վերահաստատեցին։ Երրորդ համարում Աստված խոստում է տալիս, հետաքրքիր Աստված նորից այս ժողովրդին խոստանում է այն, ինչը խոստացել էր իրենց հայրերին։ Մենք գիտենք, թե որն էր պատճառը, որ հենց հայրերը ժառանգեցին, աննազանդություններ։ Իսկ այժմ Աստված նորովի խոստում է տալիս այդ սերունդներին, ովքեր որ իրենց հայրերի պատճառով շատ բաներ քաշեցին, բայց Աստված նորովի նրանց խոստում է տալիս, ինչ որ խոստացել էր Աբրահամին, Իսահակին եւ Հակոբին։ Աստծո խոստումը երբեք չի փոխվում, չի հնանում, սակայն նոր սերունդի համար այն նորովի վերահաստատում է Աստված։ Քանի որ այս սերունդի համար, այն սերունդի համար դա լավագույն հնարավորությունն էր քաջանալու եւ զորանալու։ Ինչու, որովհետեւ նրանք նորովի են լսում այն պատվերները, ինչ որ Աստված նախկինում տվել էր նրանց հայրերին։ Աստված հիշեցնում է, որ Քանանը արդեն տրված է ձեզ, միայն թե ելեք եւ անցկացեք ու տիրեք երկիրը։ Խոստացյալ երկիրը արդեն իսկ տրված էր, սակայն նրանց պետք էր, որ իրենք ելնեին եւ նվաճեին, գրավեին այն երկիրը, ինչ արդեն իսկ նրանց խոստացված էր։ Աստված չի փոխում իր խոսքը, այն ինչ նա խոստացել էր Մովսեսին, այժմ տալիս է Հեսուին։ Սա ցույց է տալիս, որ Աստված հավատարիմ է իր ուխտին։ Այսպիսով Աստված մեր համարել է պատրաստել սիրելիներ օրհնություն, բայց մենք պետք է հավատքով քայլենք, որպեսզի ստանանք այն խոստումները, այն օրհնությունները, ինչ որ
արդեն իսկ մեր համար խոստացված է։ Աստված մեր հետ է միշտ եւ մեր հետ էլ պատերազմում է եւ հաղթանակը բացառապես նրանից է, որովհետեւ նա հաղթանակ տարած Աստված է։ Բայց այդ ամենի մեջ պահանջվում է մեր մասնակցությունը, մեր հնազանդությունը, մեր խոնարհությունը, մեր հավատարմությունը, թե Աստծուն, թե եկեղեցուն, թե մեր կոչմանը։ Եթե մենք ջանք չդնենք մեր ծառայությունների, մեր տեսիլքի, մեր ավետարանելու, մեր աշխատանքի մեջ, այդ ամենը ուղղակի կերպով չի գալու եւ մեր դուրը թակի ասի վերցրա, սա քոնն է։ Այս ամենի մեջ մենք պիտի մեր ջանքը, մեր եռանդը դնենք։ Աստված հավատարիմ է իր խոստումներին։ Եկեք նույնպես մենք հավատարիմ մնանք Աստծուն, իր եկեղեցուն եւ մեր կոչմանը, ինչպես Հեսուն էր հավատարիմ Աստծուն, Մովսեսին եւ իր կոչմանը, մինչեւ վերջ հավատարիմ մնաց։ Եվ այդ ինչ արեց, նրան բարձրացրեց որպես առաջնորդ եւ այն տրվեց իրեն խոստացյալ երկիր մուտք գործելու։ Դա նրա հավատարմությունն էր, հնազանդությունն էր Աստծուն։ Տերը թող օրհնի, եկեք աղոթենք եւ մեր կյանքերում տեսնենք, փորենք, գտնենք որտեղ ենք աննազանդ, որտեղ ենք անհավատարիմ ընթաց ցույց տվել, շտկենք եւ փառքը տանք այդ ամենի մեջ Աստծուն։ Եկեք աղոթենք։ Մեր Տերը, մեր հավատարիմ Աստվածը։ Մենք շնորհակալ ենք քեզանից, որ դու հավատարիմ Աստված ես, որ դու քո խոսքի ետևում ես կանգնած։ Դու ինչպես խոստացել ես, այդպես կատարում ես եւ դեռ պիտի կատարես այն ամենը, ինչ որ խոստացել ես, Տեր իմ Աստված։ Դա քեզանից, քեզանով եւ դեպի քեզ է ամեն բան, Հայր։ Շնորհակալ ենք քեզանից քո ողորմության համար, որ մեզ մասնակից ես դարձնում այդ խոստումներին։ Ինչպես դու խոստացել ես հրեա ժողովրդին եւ նրանք մտան եւ քո խոստումը Տեր իմ Աստված ժառանգեցին այդ Քանանի երկիրը, նույնպես դու մեզ խոստացել ես Տեր իմ Աստված այն թագավորությունը, ինչ որ դեռ պիտի գա Տեր։ Դու մեր ներսն ես բնակվում քո փառքով, քո լիությունով եւ շնորհակալ ենք, որ այդ խոստումներին մեզ բաժին ես հանել լինելու այդ թագավորության որդիները եւ մեզ տվել ես իշխանություն քո որդիները լինելու եւ վայելելու այն խոստումները, ինչ որ պատրաստված է հավիտյաններից առաջ մեզ համար Տեր, որ դու մեզ օրհնեցիր եւ դրեցիր այդ հավիտենության մեջ Տեր։ Սա քո շնորհքն է, քո ողորմությունն է։ Դրա համար աղաչում եմ քեզ, մեր յուրաքանչյուրիս մեջ ձևավորես հավատարիմ սիրտ, հավատարիմ լինելու քեզ, քո խոսքին, քո եկեղեցուն, վերակացուներին, հոգևոր իշխանությանը Տեր, հավատարիմ լինելու այն ծառայություններին, ինչ մեջ կանչված ենք եւ անում ենք, հավատարիմ լինելու նաեւ այն տեսիլքին, թե անձնապես թե եկեղեցուն, որ դու տալիս ես Տեր։ Դրա համար մեզ տուր հնազանդություն, խոնարհվելու եւ կատարելու այն, ինչ որ դու ես ուզում։ Այն, ինչ որ մենք ենք ուզում, Տեր իմ Աստված, շատ ժամանակ կարող է չհամապատասխանել քո կամքին, բայց կխնդրենք, որպեսզի դու մեր մեջ ձևավորես հնազանդություն, բացառապես քո խոսքին եւ քո կամքին հնազանդվելու եւ կատարելու, ապրելու այնպես, ինչպես դու ես ուզում։ Օրհնիր ժողովուրդդ եւ մեր սրտերն ու մտքերը Տեր իմ Աստված խոնարհեցրու, հնազանդություն տուր մեզ եւ այն հպարտությունը, ինչ որ կարող է լինել մեր առջևում, մեր կյանքում, խոնարհեցրու եւ կոտրիր, որպիսի լավագույն ձևով ներկայացնենք քեզ, քո անունը բարձրացնենք ամեն իրավիճակում։ Օրհնիր ժողովուրդդ եւ փառավորվիր Հիսուս Քրիստոսի անունով մեր կյանքի ամեն ոլորտների մեջ։ Ամեն։